Ոգեկոչում, խոնարհում առանց հստակ դատապարտման։ Երրորդ տարին է Հայաստանի վարչապետի ապրիլ 24-յան խոսքում Օսմանյան կայսրությանն ուղղված հասցեական քննադատություն ու պահանջ չկա։ Մեր գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած հայոց պատմության հատորյակում է հիմնավոր կերպով արձանագրված, որ մեծ եղերնը այլոց թվում հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է։ Տեսեք ինչ է գրված։ Նույն հատորյակի 493 էջում ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված եղեռնագործությունները փաստում են, որ Օսմանյան կայսրությունը ցեղասպան երկիր է, որի իրավաջորդը ներկայիս Թուրքիայի Հանրապետությունն է։ Վարչապետի մատնանշած պատմության հատորյակի խմբագրական խորհրդի անդամ պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Բիրաբյանը չի հերքում։ Գերտերությունները մեղսակից էին, բայց իրենց պատմաբանների համար անհերքելի էր նաև ով էր տեղի ունեցածի թիվ 1 պատասխանատուն։ Մենք տեղյակ ենք պատմաբաններս, որ մեծ տերությունների խարդավանքի արդյունք էր վերջին հաշվով պատերազմ, որը թուրքերին հնարավորություն ստեղծեց հայ բնակչությանը ոչնչացնելու։ Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանը 2023-ին է ուղիղ տեքստով ասել, որ ցեղասպանությունը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության կողմից։ Դրանից հետո վարչապետը ապրիլ 24-յան ուղերձներում պնդում է, թե Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն հայերը աշխարհքաղաքական խարդավանքների եւ սին խոստումների զոհ են դարձել։ Կարևորում իր խոսքով ներքին հայեցումը, ինչ պիտի անենք եւ ինչ պիտի չանենք, որ բացառենք ցեղասպանության վտանգը։ Որովհետև աշխարհում յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, յուրաքանչյուրն ունի իր արդարությունը, յուրաքանչյուրն ունի իր կորուսյալ հայրենիքը։ Հունիսյան ընտրություններից 2.5 ամիս առաջ այսօր հրապարակված ուղերձում Փաշինյանը նաև պնդում էր, թե այն ուժերը, որոնք հանդես են գալիս կորսված հայրենիքը վերադարձնելու, պատմական սահմանների եւ արդարության վերականգնման կոչերով ու տրամաբանությամբ ի վերջո հասցնելու են պետականության եւ հայրենիքի կորստի։ 2018-ին իշխանության գալուց հետո ու նաև 2021-ի նախընտրական իր ուղերձում մինչդեռ ինքն էր պնդում հազարամյակներ էլ անցնեն, մենք հայերս շարունակելու ենք հիշել եւ աշխարհին թույլ չենք տալու մոռանալ։ Ովքեր էին այդ սարսափելի հանցագործությունների մեղավորներն, ովքեր էին դրա պատասխանատուները։ Պատասխանը միանշանակ է՝ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունը թուրքիզմի եւ պանթյուրքիզմի գաղափարախոսությամբ, որի առանցքային նպատակներից էր մոնոէթնիկ եւ ծավալապաշտական Թուրքիայի ստեղծումը։ Եվ եթե 5 տարի առաջ Փաշինյանը վստահ էր, որ միայն ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որ պետք է կանգնեցնի նոր ոճրագործությունները, այսօր հայտարարում է պետությունը եւ խաղաղությունն են այն երաշխիքը, որ հայոց ցեղասպանություն կրկին տեղի չի ունենա։ Այս պատմական նպատակը իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս։ Ունի աշխարհայացքային նշանակություն։ Անցած տարի Փաշինյանն ավելի հեռուն էր գնացել եւ շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը պնդել. մենք դեռ պետք է հասկանանք, ինչ է տեղի ունեցել հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու եւ ում միջոցով ենք ընկալել տեղի ունեցածը եւ կամ ինչու այդ հարցը հայտնվեց խորհրդային Հայաստանի օրակարգում։ Մենք հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք լավ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Ոնց է որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ոնց է որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ 44-օրյա աղետալի պատերազմից առաջ 2020 թվականի իր ուղերձում սակայն Փաշինյանն ինքն էր տվել այս հարցերի պատասխանները։ Առաջին անգամ 1965 թվականին էր, երբ հազարավոր հայեր մայրաքաղաք Երևանում այդ օրը հիշատակի զանգվածային միջոցառում իրականացնելու հնարավորություն ստացան։ Եվ սա կապված էր ոչ միայն Խորհրդային Միությունում ջերմացման ժամանակաշրջանի, այլև այն փաստի հետ, որ 1946-49 թվականներին շուրջ 100,000 հայեր, հիմնականում հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներ, հայրենադարձվեցին Հայաստան։ Դարձան Խորհրդային Հայաստանի լիարժեք մասը, բորբոքելով այստեղ անթեղված ցավը, հիշողությունը,
կարոտը։ Անցել է 1 տարից ավելի, սակայն առ այսօր Թուրքիան կատարվածի համար ներողություն չի հայցել։ Դա է պատճառը, որ մենք հիշում ենք եւ պահանջում, 20 թվականին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ Անցած տարվանից, սակայն, պաշտոնական Երևանը հայտարարում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ այլևս չի մտնում։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն այս մասին խոսեց անցած մարտին Երևան եկած թուրք լրագրողների հետ զրույցում։ Մեր պաշտոնական դիրքորոշումը այն է, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր։ Կար մտայնություն, որ եթե մենք հրաժարվենք հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, եթե Արցախյան հարցը լուծվի այնպես, ինչպես պատկերացնում է Թուրքիան, մենք գոնե դրա դիմաց կունենանք բաց սահմաններ, բարեկամություն եւ այլն, չէ՞։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ երկու հարցն էլ Թուրքիան լուծել է իր ցանկացած ձևով, բայց չի էլ պատրաստվում սահման բացել։ Չնայած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ արդեն 4-րդ տարին շարունակվող բանակցություններին, մինչ օրս ձեռք բերված պայմանավորվածությունները մնացել են թղթի վրա, այդ թվում երրորդ երկրների քաղաքացիների առջև սահմանը բացելու վերաբերյալ։ Շաբաթներ առաջ Հայաստանի խորհրդարանի խոսնակը Թուրքիայում հրապարակավ հայտարարեց, Անկարան այս հարցում Ադրբեջանի շահերով է առաջնորդվում։ Փոփոխություններ չկան նաև հայտարարությունների մակարդակով առնվազն ապրիլ 24-յան ուղերձների։ Ինչպես եւ նախորդ տարիներին, այսօր էլ Թուրքիայի նախագահ Էրդողանը ցեղասպանություն եզրույթը չի հիշատակել։ Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին հղած ցավակցական նամակում նա գրել է. Օսմանյան կայսրության փլուզումն ուղեկցվել է բախումներով, հրոսակախմբերի շարժումներով, ահաբեկչություններով, համաճարակներով, ինչի ընթացքում էլ ի թիվս այլ ժողովուրդների, նաև հայերն են խորը ցավեր կրել։ Ինչպես նախորդ 5 տարիներին, այսօր էլ ապրիլ 24-յան հիշատակի միջոցառումները Ստամբուլում արգելվել են։